Այսօր իմ հյուրն է Արաբկիր բժշկական կենտրոնի մանկական նյարդաբանության եւ էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը։ Եվ մենք զրուցելու ենք ողնուղեղային մկանային ատրոֆիա հիվանդությունից։ Սա գենետիկ հիվանդություն է եւ երեխաները, որոնք ծնվում են այս հիվանդությամբ, ունեն կրող ծնողներ։ Յուրաքանչյուրը ծնողներից մեկական մուտացիայի կրող է։ Յուրաքանչյուր տարի հիվանդության դրսևորումները ավելի եւ ավելի են բարդացնում հիվանդների կյանքը։ Մենք կարող ենք յուրաքանչյուր նորածնին թեստավորել այս հիվանդության համար։ Ձեզ համար ունեմ լավ նորություն, դեղը արդեն գրանցված է Հայաստանում։ Այս պահին փաստորեն մոտ 15 երեխա կա գրանցված, չէ՞, փաստացի։ Մեզ հայտնի։ Մենք կարծում ենք, որ մեր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը պետք է գործադրի ուժ, եռանդ, ցանկություն, որպեսզի այն հասանելի դարձնի պետպատվերի շրջանակներում։ Որոշ ծնողներ փաստորեն մտածում են, որ հնարավոր չէ ունենալ առողջ երեխա այն ընտանիքում, որտեղ արդեն ծնվել է մեկը SMA-ով։ SMA-ն հազվագի հիվանդություններից է, որի համար ստեղծված է արդեն գենետիկական բուժումը։ Բարև ձեզ, Բուն TV-ի եթերում առողջ ոդքասթն է մարդու մտավոր, հոգեկան եւ ֆիզիկական առողջության մասին։ Այսօր իմ հյուրն է Արաբկիր բժշկական կենտրոնի մանկական նյարդաբանության եւ էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը։ Եվ մենք զրուցելու ենք ողնուղեղային մկանային ատրոֆիա հիվանդությունից։ Ողջույն բժշկուհի, ձեր բազմազբաղ գրաֆիկում ժամանակ գտնելու եւ հյուրընկալվելու համար։ Սա ինձ համար բավականին կարևոր թեմա է, որտեղ վերջերս եմ ծանոթացել այս հիվանդության հետ եւ այդ հնարավորությունը ստեղծվել է անմիջապես հիվանդության կրողի Անուշ Գևորգյանի շնորհիվ, ողջույններս նրան, եւ նախ շատ զարմացա, որ շատերը փաստորեն չգիտեն այս հիվանդության մասին, ինչպես եւ ես չգիտեի։ Երևի որպես սկիզբ փորձենք նախ ներկայացնել, թե սա ինչ հիվանդություն է, եւ բացի այդ նաեւ շատ զարմանալի էր ինձ համար, որ այն փաստորեն յուրաքանչյուր 10,000-ը մեկ դրսևորվող հիվանդություններից է եւ ըստ էության Հայաստանում էլ բավականին շատ են ծնվում մարդիկ այս հիվանդությամբ, հա։ Ինչի մասին է այս հիվանդությունը, ինչ է կատարվում օրգանիզմում։ Ողնուղեղային մկանային ատրոֆիան կամ սպինալ մկանային ատրոֆիան կամ ինչպես մենք բժիշկները սիրում ենք այն անվանել SMA հապավումով բավականին հազվադեպ հանդիպող հիվանդություն է եւ նա երկրորդ ամենահաճախ հանդիպող հիվանդությունն է հազվադեպ հիվանդությունների խմբում եւ այսպիսով զարմանալի չէ, որ դուք առաջին անգամ եք առնչվում այս հիվանդության հետ, որովհետեւ նա հազվադեպ հանդիպող հիվանդություն է։ Սակայն այս հիվանդությունը բավականին ծանր հիվանդություն է եւ այն դրսևորվում է մկանային թուլությամբ, որը պրոգրեսիվում է կյանքի ընթացքում։ Սա գենետիկ հիվանդություն է եւ երեխաները, որոնք ծնվում են այս հիվանդությամբ, ունեն կրող ծնողներ։ Յուրաքանչյուրը ծնողներից մեկական մուտացիայի կրող է, իսկ եթե նրանք ժառանգում են երկու մուտացիաները, ապա այս հիվանդությունը դրսևորվում է։ Մենք ճանաչում ենք այս հիվանդության մի քանի տեսակ կապված հիվանդության ծանրության հետ։ Առաջին SMA տիպով երեխաները չեն ապրում մինչև 1 տարեկան, այսինքն ես ինձ ուղեմ չէին ապրում մինչև բուժումը, ինչի համար էլ մենք այստեղ հավաքվել ենք։ Երկրորդ տիպով երեխաները կարողանում են նստել, բայց երբեք չեն քայլում, երրորդ տիպը ավելի թեթև է, ճանաչում ենք նաև 4-րդ եւ 5-րդ տիպեր։ Հիվանդությունը այնուամենայնիվ որևէ տիպի մասին էլ եթե խոսքը գնում է ունի պրոգրեսիվող բնույթ, այսինքն յուրաքանչյուր տարի հիվանդության դրսևորումները ավելի եւ ավելի են բարդացնում հիվանդների կյանքը եւ երեխաները, որոնք կարող էին քայլել ժամանակի ընթացքում այլևս անկարող են լինում քայլելուց եւ կանված են լինում անվասայլակին։ Ես նաև նկատեցի, որ բավականին գործողություն է կատարվում բուժման տեսանկյունից, բայց մինչ դրան անդրադառնալը փորձենք հասկանալ ախտորոշումը ինչպես է իրականացվում եւ արդյոք այն հասանելի է նաև Հայաստանում։ Այո, ախտորոշումը հասանելի է Հայաստանում արդեն բավականին վաղուց, մոտ երևի 20 տարի, եթե ես չեմ շփոթվում,
Ախտորոշումը դժվար չէ, հատկապես առաջին տիպի ախտորոշումը, որովհետև ծնողները դիմում են բժշկի երեխայի զգալի մկանային թուլության, շնչական դժվարության պատճառով եւ բժիշկները ուղղորդում են այդ հիվանդներին համապատասխան հետազոտությունների, որոնց մեջ երևի թե ամենակարևորն է գենետիկական հաստատումը հիվանդության, որը կատարվում է մեր հանրապետությունում եւ հիվանդությունը հաստատվում է։ Իսկ հնարավոր է արդյոք բերել ինչ-որ իմաստով վաղ ախտորոշման այնպիսի մակարդակի, որ օրինակ սկրինինգային տեսքով օգտագործենք եւ փաստորեն ունենանք շատ ավելի, որտեղ ես որքանով ուսումնասիրում եմ, հասկանում եմ, որ այն տարբեր տարիքում է դրսևորվում նաեւ։ Եվ գուցե ոչ բոլորն են, եթե ասենք ըստ տիպի, հա, եթե որոշ դեպքերում առավել վաղ են նկատում նշանները եւ շուտ են փորձում ախտորոշել, բայց մյուսների պարագայում փաստորեն ավելի ուշ է հնարավոր, որ դրսևորվեն այդ ախտանշանները։ Այո, դուք իրավացի եք, այսօր զարգացած երկրներում արդեն իսկ առկա են սկրինինգային ծրագրեր։ Ես շատ մեծ հույս երազանք ունեմ, որ ես էլ կտեսնեմ դա, որ Հայաստանում մի օր դա հնարավոր կլինի, դա իհարկե բավականին թանկարժեք է, բայց դա հնարավոր է, այսօր մեր սկրինինգային ծրագիրը ներառում է 3 հիվանդություն, ինչի չներառի 4-ը, այսինքն մենք կարող ենք յուրաքանչյուր նորածնին թեստավորել այս հիվանդության համար, որովհետև դա այսօր արդեն ունի ուրիշ իմաստ, որովհետև կա այս հիվանդության բավականին արդյունավետ բուժումը։ Մինչ բուժմանը անդրադառնալը մի քիչ երևի որ մեզ լսողներին ավելի պատկերավոր եւ հասկանալի լինի ինչի մասին է գնում խոսքը, բացի մկանային, հա, խնդրից, որը որքանով հասկացան գնալով առավել վատթարանում է, եթե մարդը չի ստանում բուժումը, ինչ այլ խնդիրներ է առաջանում հատկապես ֆիզիոլոգիական մակարդակում մարդու մոտ, ով ունի SMA։ Մկանային թուլությունը իհարկե հիմնական դրսևորումն է այս հիվանդության, բայց նրա պատճառով զարգանում են երկրորդային ոսկրային փոփոխություններ, այսինքն սկոլիոզ, ողնաշարի ծրվածություն, մկանային թուլությունը նաև բերում է հոդերի անշարժության եւ կոնտրակտուրաների, մկանային թուլությամբ նաև պայմանավորված են շնչական խնդիրները հիվանդների եւ հաճախակի ու շատ դժվար ընթացող շնչական ինֆեկցիաները, սակայն պետք է նշել, որ այս հիվանդները անկախ նրանից, որ կարող են անկարող լինել տեղաշարժվելու, ունեն շատ փայլուն մտավոր գործակից։ Ջովին համաձայն եմ շփվելով նրանց հետ ու հատկապես Անուշինում նշեցի։ Ամենաառաջնայինից սկսենք, որը գիտեմ, որ ֆինանսապես շատ թանկ է եւ վստահ եմ, որ դուք էլ այդ մասին կխոսեք, բայց փաստորեն բժշկական գիտությունը, որն ամեն օր զարգանում է, նաեւ հասել է նրան, որ հենց այն գենը, որը ըստ էության պակասում է, մի փոքր ավելի մասնագիտորեն դուք դա բնականաբար կբացեք, հնարավոր է լինում հիմա փաստորեն փոխարինել, հա։ SMA-ն հազվագի հիվանդություններից է, որի համար ստեղծված է արդեն գենետիկական բուժումը։ Նրանք այդ հիվանդությունները շատ չեն, բայց SMA-ի դեպքում բուժումը բավականին արդյունավետ է։ Դա ունի մի քանի տարիների ընդամենը պատմություն, բայց արդեն հասանելի է զարգացած երկրներում։ Եվ տեսեք, կան մի քանի տարբեր գենետիկ մակարդակով բուժումներ։ Կա բուժում, որը այսպես կոչված բուժում է կամ էդիտ է անում գենը, այսինքն ներեսմուծում նյութ, որը վնասված մասը փորձում է շտկել, եւ կա ձեր նշած բուժումը, որի ժամանակ պարզապես առողջ գեն ես ներմուծում վիրուսային վեկտորի շնորհիվ։ Հասկանալի է։ Եվ դա փաստորեն նպաստում է սպիտակուցների, չէ՞, որքանով ես հասկանում եմ օրգանիզմում ինչին ձևավորմանը, թե հակառակը յուրացմանը։ Հիմքում սպինալ մկանային ատրոֆիայի ընկած է այն, որ այդ գենետիկ դեֆեկտի պատճառով չի սինթեզվում առողջ սպիտակուց, որը անհրաժեշտ է հատուկ բջիջների համար, որոնք կոչվում են մոտոնեյրոն։ Մոտոնեյրոնները տեղակայված են ողնուղեղում եւ նրանք են կառավարում մկանային ակտիվությունը։ Եվ փաստորեն, երբ որ նրանք տուժած են լինում, իսկ այդ սպիտակուցը անհրաժեշտ է նրանց գոյության համար, այդ ժամանակ մկանները չեն կարողանում լավ աշխատել, որովհետև մոտոնեյրոնները ուղղակի քայքայվում են։
Հասկանալի է։ Իսկ դեղորայքը, որը արդեն փաստորեն որպես այդպիսին բուժում է եւ առավել բարելավում է ընդհանուր վիճակը, այստեղ ինչ տարբերակներ կա առհասարակ աշխարհում, մինչ մեր Հայաստանին անդրադառնալը։ Դե երևի թե ամենացանկալի դեղամիջոցը պացիենտի համար դա առողջ գենի ներմուծումն է, որովհետև դա երակային միանվագ սրսկում է, որը ապահովում է առողջություն ամբողջ կյանքի համար։ Եվ դա բավականին թանկ է, պացիենտի հաշվարկով տարբեր երկրներում 1.600.000-ից մինչև 2.100.000 մոտավոր թվեր եմ ասում։ Կան ավելի հասանելի, բայց նորից հասանելի այլ երկրների համար բուժումներ, որոնք այդ գենի շտկումն են իրականացնում, բայց էլի շատ թանկ են եւ էլի ունեն տարբեր ներմուծման միջոցներ։ Այսինքն կա թերապիա, որը ենթադրում է, որ դեղորայքը պիտի ներմուծվի ողնուղեղային հեղուկի մեջ։ Այսինքն ամեն անգամ սրսկումներով, եռամսյակը 1 եւ այլն, եւ կա դեղ, որը ուղղակի ընդունում է, սովորական փոշի է, որը լուծվում է ջրի մեջ եւ հիվանդը պարզապես ամեն օր խմում է։ Բայց դե հասկանալի է, եթե համեմատում ենք, ապա ավելի լավ է իհարկե դուք մեկ անգամ ինյեկցիա ստանաս եւ լավանաս, առողջանաս, քան ամեն օր դեղ ընդունես, բայց էֆեկտիվությամբ նրանք նույնն են։ Ընդ որում այդ մեկ անգամյա ստանալը, ես որքանով հասկացա, տարբեր տարիքում հնարավոր է, չէ՞։ Նաև հնարավոր է մեկ բուժման տարբերակից անցնել մյուս բուժման տարբերակը։ Ենթադրենք մենք ունենք պացիենտ եւ ունենք իրավիճակ, որտեղ հասանելի չէ գենի ներմուծումը, ապա մենք կարող ենք սկզբնական փուլերում իրականացնել գենի շտկման թերապիա, իսկ հետո արդեն անցնել գենի ներմուծմանը, երբ նա հասանելի դառնա։ Գանք Հայաստան։ Հայաստանում փաստորեն ձեր կողմից նշված որևէ միջոցները բուժման այս պահին հասանելի չեն, ընդ որում հասանելի չեն ոչ միայն իրավական մակարդակով, այսինքն գրանցված լինել չլինելու, նաև փաստորեն դրանից բխող նաև ֆիզիկապես հասանելի չեն, դրանք հայթայթվում են ֆինանսական տարբեր միջոցներով, տարբեր կազմակերպությունների, հիմնադրամների, անհատների կողմից, որպես աջակցություն ձեռք են բերվում տարբեր տեղերից։ Մենք հիմա դա էլ կփորձենք հասկանալ նաև ձեռքբերման իմաստով, հա, որտեղից ինչ։ Եվ մարդիկ ստանում են այդ տեղը Էվրիստի տեղն է, ճիշտ է, չէ՞, ես հասկանում։ Արդյոք հնարավոր է փորձենք լավագույն տարբերակով ճանապարհ գծել, հա, ինչ որ այդ ճանապարհով առաջին հերթին գրանցել տեղը Հայաստանում եւ հետո փորձել դա ապահովել ֆանտաստիկայի ժանրից գուցե թվա թե ասում եմ, բայց որ փորձենք հիմա համեմատել այլ երկրներին, կհասկանանք, որ դա այդքան էլ այդպես չէ, հա, ապահովել նաև ֆինանսապես դրանց հասանելիությունը Հայաստանում։ Կխնդրեմ դուք ասեք երևի սկզբում որպես դեղի արդյունավետության հա մասին, այն որ հասանելի չի արձանագրում ենք, բայց որպեսզի գծենք այդ ճանապարհը դրան հասնելու, կարծում շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է տալիս այդ դեղը։ Լավ, դե սկսեմ վերջից, դեղը կարող է ապահովել բացարձակ բուժում, այսինքն եթե ձեր նշված սկրինինգային ծրագրով մենք հայտնաբերենք նորածին, ով 2 մուտացիաներ ունի եւ մենք գիտենք արդեն, որ դրսևորելու է այս հիվանդությունը այս կամ այն տարիքում, ապա պրեսիմպտոմատիկ բուժումը, այսինքն բուժումը մինչև սիմպտոմների առաջանալը կարող է ապահովել բացարձակ նորմալ շարժողական զարգացում։ Այսինքն այդ երեխաները որևէ կերպ տարբեր չեն լինելու մյուսներից, որոնք այդ մուտացիաների կրող չեն։ Այդ առաջինը, երկրորդը ես ձեզ համար ունեմ լավ նորություն, դեղը արդեն գրանցված է Հայաստանում։ Այո, մեր տարված աշխատանքները բերել են արդյունքների, բայց իհարկե նա դեռ հասանելի չէ պետպատվերի շրջանակներում։ Այո, դուք իրավացի եք, այսօր մեր քիչ բուժառուները կարող են այն ձեռք բերել ֆոնդերի միջոցով, արտերկրից եւ այլն, բայց դա մեր վերջնանպատակը չէ։
մենք կարծում ենք, որ մեր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը պետք է գործադրի ուժ, եռանդ, ցանկություն, որպեսզի այն հասանելի դարձնի պետպատվերի շրջանակներում, որովհետև չեմ կարծում, որ մեր երեխաները որևէ բանով ավելի քիչ կարևոր են, քան ասենք հարևան երկրի Վրաստանի երեխաները։ Մենք ունենք երեխաներ, որոնք ստիպված են ձեռք բերել Վրաստանի քաղաքացիություն, որպեսզի այդ դեղամիջոցը ստանան Վրաստանում անվճար։ Այո, շատ զարմանալի էր այն, որ փաստորեն, եթե թիվը մեծ հաշվով ախր մեծ էլ չէ, հա, եւ Վրաստանի պարագայում էլ է նույնի, իրենք ամբողջությամբ պետպատվերով սա ապահովում են, ընդ որում դա նաեւ ապահովում է Ռուսաստանի Դաշնությունը, դե ԱՄՆ-ի եւ այլ երկրների մասին չխոսենք, հա, փորձենք տարածաշրջանին եւ մեզ մոտ գտնվող երկրների դեպքում պարագայում, հա, նկարագրել։ Դեղի մասին խոսք գնաց, ես անկեղծ շատ ուրախ եմ, որ գրանցված է, որովհետեւ վերջին մեր հարցման արդյունքում կարծես պատասխան էր եկել, որ ընթացքի մեջ է, հայտը տրված է, բայց դեռևս ոնց որ ավարտված չէ։ Արդյոք հենց այդ դեղը, որը ձեռք է բերվում ձեր կողմից ասված, հա, այդ արդեն գրանցված տարբերակով, հնարավոր է, որ ինչ որ տարբերություն լինի, որովհետև չենք կարող այստեղ ֆինանսական հարցերի մասին չխոսել, որովհետև դրանցից մի քանիսը ընկերությունը կարող է առաջարկել տարբեր շուկաների համար տարբեր գներով, ճիշտ է։ Արդյոք մենք ունենք ինչ որ խնդիր այն պահով, թե որտեղից ենք ստանում որպես այդպիսին այդ դեղը, որտեղից է գալիս որպես երկիր, հա, ներմուծվում այդ դեղամիջոցը, արդյոք բոլորի ազդեցությունը մեծ հաշվով նույնն է լինում։ Մենք այս դեղամիջոցի ջեներիկը չունենք, այսինքն մենք ունենք միայն բրենդային տարբերակը, որը Roche-ի արտադրությունն է, եւ մենք ունենք այդտեղ Roche-ի ներկայացուցչություն, որն էլ իսկ գրանցել է այդ դեղը։ Այսինքն որակի առումով մենք որևէ կասկած չունենք։ Թե ինչ վերաբերվում է ինչ գնով եւ ոնց կպայմանավորվեն դեղագործական ընկերությունը պետության հետ, այդ արդեն ես չեմ կարող ասել, վստահ եմ, որ այնտեղ էլ կլինեն զեղչեր։ Ինչու եմ կարևորում այս հարցը, որովհետև տարբեր հիվանդությունների բարակայում գուցե այստեղ էլ է նույն խնդիրը առաջանում, երբ պետությունը ինչ որ մի դեղամիջոց չի ապահովում եւ մարդիկ փորձում են տարբեր ճանապարհներով դրանք ստանալ, նաեւ հարց է առաջանում դրանց որակի հետ կապված, նույնիսկ տեղափոխման ջերմաստիճանի պահպանման հետ կապված հարցեր, որոնք իրապես կարող են ազդեցություն ունենալ, չէ՞, վերջում ոնց որ արդյունավետության վրա։ Անշուշտ, պարզապես այս դեղի համար մենք այդ առումով հանգիստ ենք, որովհետև դեղը գալիս է փոշիացված եւ հետո այստեղ օգտագործումից անմիջապես առաջ լուծվում է։ Ինչու ավելի փաստորեն հեշտացնում։ Ողնուղային մկանային ատրոֆիայի պարագայում կան ինչ որ միֆեր, որոնք հիմա մենք կարող ենք մեզ դիտողների համար կոտրել, բաներ, որոնք որ գուցե շրջանառվում են կամ գուցե կարող են հատկապես ծնողների համար շատ օգտակար լինել որպես հուշում, որպես ուղղորդում։ Երևի ես միֆ չէի անվանի դա, բայց ծնողների մեջ կա մեծ հիասթափություն եւ միգուցե ինչ որտեղ համակերպվել են, միգուցե ինչ որտեղ ինֆորմացիայի պակասից, վատ սոցիալական պայմաններով նաեւ դրդված եւ այլն, ընտանիքը համակերպվել է, որ երեխան քրոնիկ պրոգրեսիվ հիվանդություն ունի եւ օրը օրի վիճակը պետք է վատթարանա եւ ի շնորհիվ մեր անուշի, ով յուրաքանչյուր ծնողի հետ ժամերով խոսելով, հեռախոսով եւ այլն բացատրում է, որ պատկերացրեք, այդ հեշտ չի։ Ծնողները արդեն չեն վախենում են հավատան, որ կարող է կա իրոք ինչ որ բուժում, որը կարող է օգնել երեխաներին, բայց ես ուզում եմ այստեղ մի բան շեշտել։ Այն երեխաները, որոնք արդեն ունեն ծանր մկանային թուլություն, դեղը տալով չեն կարող ապաքինվել լիարժեք։ Մենք կարող ենք տեսնել դրական դինամիկա եւ վստահաբար երկարեցնել կյանքը, դարձնել ավելի որակով, բայց մենք չենք կարող հրաշքներ գործել։ Այնինչ գործված է։ Բայց դա է պատճառը, որ մենք փորձելու ենք, ձգտենք, հասնենք սկրինինգի, որպեսզի մենք այլևս չունենանք
այդքան ծանր երեխաներ եւ փորձենք սկսենք բուժումը պրեսիմպտոմատիկ փուլում։ Շփվելով հենց անմիջապես երեխաների հետ, հա, ձեր մասնագիտական մեծ փորձը նաև հաշվի առնելով, ինչպիսին է հենց իրենց վերաբերմունքը, արդյոք այս երեխաները հատկապես արդեն բնականաբար գիտակից տարիքում հասկանում են ինչ է իրենց հետ կատարվում։ Երևի ավելի շատ այո, քան ոչ։ Եվ շատ զարմանալի բան պետք է ասեմ, բայց այդ երեխաները բնավորությամբ մեծ մասամբ լիդեր են եւ կառավարում են ընտանիքը։ Այսինքն բազմանդամ ընտանիքում ամենաանկարող ֆիզիկապես մարդը կառավարում է բոլորին, որովհետեւ ունի փայլուն մտավոր։ Իհարկե հասկանում են շատ ավելի շատ, քան մենք կուզեինք, որ իրենք հասկանային, բայց եւ շատ ուժեղ են, շատ ուժեղ են։ Ես դեռ որևէ երեխա չեմ տեսել SMA-ով, ով այսպես կոչված ոգի, տենց կռվելու, պաշտպանելու իր ընտանիքը չունենա։ Երևի դա պայմանավորված է բարձր ինտելեկտով։ Պաստորեն, եւ հետաքրքիր է գուցե ինչ որ իմաստով նաեւ օրգանիզմը ինչ որ կոմպենսացում է անում, չէ՞։ Մենք միշտ դրա մասին խոսում ենք իմ շվեյցարացի գործընկերոջ հետ, ինքն էլ խոսում ենք դրա մասին, որ միջին չէ, ամենաբարձր թվերի վրա է իրանց IQ-ն։ Խոսեցինք ընտանիքի մասին եւ շատ կուզենամ կարեւորել ու նաեւ այս հարցն էլ քննարկել, որտեղ որոշ ծնողներ փաստորեն մտածում են, որ հնարավոր չէ ունենալ առողջ երեխա այն ընտանիքում, որտեղ արդեն ծնվել է մեկը SMA-ով, հնարավոր է եւ գուցե սա էլ հա ներկայացնենք։ Անպայման, ես շատ կարևորում եմ այդ հարցը։ Այս հարցը երևի կարելի է նաև տարածել ոչ միայն SMA-ի վրա, այլ գենետիկական հիվանդությունների վրա։ Եվ սա կոչվում է ընտանիքի պլանավորում եւ գիտության զարգացման հետ զուգընթաց մենք կարողանում ենք առաջարկել եւ ունենք արդեն շատ ընտանիքներ վերջին 10-15 նույնիսկ տարիների ընթացքում, որոնց մենք օգնել ենք ունենալ առողջ երեխաներ։ Եվ եթե թույլ տաք ու եթե ժամանակ ունենք, եթե առաջ միակ տարբերակը հղիանալ, ստուգվել եւ եթե պտուղը հիվանդ է, ապա հեռացնելն է, այսօր արդեն այդպես չէ, նաեւ Հայաստանում կարելի է արտամարմնային բեղմնավորում անցկացնել եւ ընտրել այն առողջ զիգոտները եւ ապա նոր տեղադրել արգանդում հետագա զարգացման համար։ Որևէ կերպ այդ միֆը թող ջարդվի այս ծրագրով, որ դա հնարավոր չէ, հա։ Հա, սա շատ լավ է, որովհետև նաև տեսնելով այն ծնողներին, ովքեր օրինակ 2 երեխա ունեն այս հիվանդությամբ, անընդմեջ, հա, կարող են մտածել եւ այդ վախերը իրենց մոտ անընդհատ պտտվի։ Հետաքրքիր է, որ խոսեցինք ընտանիքներից եւ Հայաստանի օրինակը նաեւ ներկայացրեցինք, որ այս պահին փաստորեն մոտ 15 երեխա կա գրանցված, չէ՞, փաստացի, կարող են լինել դեպքեր, որ ուղղակի ախտորոշված չեն կամ օրինակ տիպերն այնպիսին է, որ ինչ որ վառ արտահայտված ախտանշաններ չունեն, չէ՞, մարդիկ։ Մեծահասակների խմբում վստահ եմ կան։ Հիմա Վրաստանի օրինակով ես վստահ եմ, որ դուք նաև բավականին մեծ փորձ ունեք ոչ միայն Վրաստանի, նաև այլ երկրների հետ ծանոթանալու, աշխարհը այս իմաստով որտեղ է հասել, հա, նույն վրացիները օրինակ ուզում հասկանալ ինչպես են իրենք դա կարողացել անել եւ ինչպես կարող ենք մենք որոշակի իմաստով դա օգտագործել եւ այդ ջատագովությունը մեզ մոտ նաև անել։ 26 թվականի 25 թվականի սեպտեմբերին մենք կազմակերպեցինք մի կոնֆերանս, որտեղ նաև հրավիրեցինք մեր վրացի գոլեգաներին իրենց փորձով կիսվելու։ Մեզ համար շատ կարևոր էր այն ոչ միայն գիտական առումով, այլ հենց ոնց են անցել իրանք այս ճանապարհը։ Իրենք էլ հեշտ չեն անցել։ Շատ անկեղծ մեզ պատմեցին, որ անուշիկի պես մարդիկ են օգնել, այսինքն երեխաներ կամ երեխաների ծնողներ, որոնք հենց այդ ամեն ինչի կենտրոնում են եւ իրենք կազմակերպել են տարբեր միջոցառումներ, հանդիպումներ առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ,
հանդիպումներ տարբեր զվարճանքի վայրերում, երբ երեխաները որտեղ եկել են անվասայլակներով, իրազեկել են հիվանդության մասին, մի խոսքով հեշտ ճանապարհ չեն անցել, բայց արդեն մի քանի տարի է այդ տեղը հասանելի է իրենց համար։ Ցավոք նրանք էլ դեռևս չունեն սկրինինգային ծրագիր եւ արդյունքները միշտ չի այդպես բավարար այսինքն մեր ցանկությունների հետ միշտ չի համընկնում, բայց ունեն շատ վաղ ախտորոշված երեխաներ, որոնք քայլում են, այսինքն առաջին տիպ SMA-ով, որոնք բուժման բացակայության պարագայում պետք է մահանային, այսինքն հիվանդության ընթացքն է այդպիսին, քայլում են եւ որևէ բանով չեն տարբերվում այլ երեխաներից։ Սա իսկապես մեծ ձեռքբերում է, եթե հրաշք է, իրոք, այո, հեղափոխություն է բժշկության մեջ։ Եվ ինչպիսին է նաև այլ երկրներին էլ, հա, եթե անդրադառնանք առավել զարգացած երկրների մոտ, ենթադրում եմ, որ այնտեղ նույնիսկ ոչ միայն ընթացիկ, այլ նաև հենց այն առաջնային փուլում գուցե ավելի շատ են, չէ, բուժումներն իրականացվում։ Այո, եւ ինչքանով երկիրը ավելի զարգացած է, այնքանով սկրինինգային ծրագրի մեջ ավելի շատ հիվանդություններ են ներառված, խոսքը ոչ միայն SMA-ի մասին է, տարբեր նյութափոխանակության, գենետիկ հիվանդություններ եւ այլն, որոնք ունեն բուժում, որովհետեւ առաջնությունը տրվում է հենց այդ սկզբունքով, այսինքն սկրինինգի մեջ ներառվում են հիվանդությունները, որոնք վաղ ախտորոշման դեպքում կունենան շատ լավ արդյունք, որովհետեւ դրան կհետևի բուժումը։ Եվ ես կարծում եմ, որ եւս, չգիտեմ, թողարկեք, ասենք 50 տարի հետո հիվանդության մասին մենք մոռանալու ենք։ Թող այդպես լինի։ Շատ հետաքրքիր է, այո, թող այդպես լինի եւ թող Հայաստանն էլ դրանից հետ չմնա։ Ես կուզենամ մի քանի գործնական հարց եւս քննարկենք այստեղ, քանի մենք դրա հնարավորությունն ունենք, ինչ տիպի, ինչ տեսակի խնդիրներ են ունենում կամ գուցե խնդիրներ չեն, բայց առանձնահատկություններ են ունենում պացիենտներ, ովքեր ունեն այս հիվանդությունը եւ որքանով է դա ազդում իրենց մյուս բոլոր իրավունքների իրացման համար։ Բնականաբար հատկապես այն դեպքում, երբ իրենք չեն կարողանում քայլել, անվասայլակից են օգտվում, այստեղ օրինակ շատ տարբեր հարցեր կարող է առաջանալ, չգիտեմ, կրթության եւ այլնի հետ կապված։ Ձեր դիտարկումներով, քանի որ առավել քան շատ հաշվվում եք նրանց հետ, որոնք են այդ խաչվող մյուս խնդիրները, որոնց հետ բախվում են իրենք, եւ արդյոք կան երեխաներ, որոնք անկախ այդ ամեն ինչից, չգիտեմ, օրինակ իրենց այլ իրավունքները փորձում են իրացնել ամեն դեպքում։ Ну, ես պետք է ասեմ իհարկե իմ ռակուրսից, իմ տեսանկյունից, որովհետեւ ես տեսնում եմ երեխաներ հիմնականում բոլորը հաճախում են դպրոց, ի շնորհիվ իրենց համառության եւ իրենց ծնողների համառության եւ եթե դուք տեսել եք նախորդ հաղորդումները, դուք տեսնեք, որ դա այնքան էլ հեշտ չի եղել, նախ պետք է նշեմ, որ այն անվասայլակները, որոնք մենք այսօր կարող ենք տրամադրել մեր երեխաներին պետպատվերի շրջանակներում, նու մեղմ ասած այնքան էլ լավ որակի չեն, որովհետև լավ անվասայլակները նրանք բավականին թանկ են եւ ոչ հասանելի եւ պետական պատվերով նրանց չեն տրամադրվում։ Պետք է ասեմ նաեւ, որ քանի որ այդ երեխաները ունենում են նաեւ շնչական խնդիրներ, նրանց անհրաժեշտ են այլ սարքեր, օրինակ սարքերից մեկը CPAP, BiPAP, որոնք օգտագործվում են գիշերային քնի ժամանակ, երբ որ երեխաները ավելի թուլացած են ու ավելի վատ են շնչում, որպեսզի թթվածնային քաղց չունենան գիշերվա ընթացքում, կրկին պետությունը չի տրամադրում եւ յուրաքանչյուր հիվանդի համար անկախ ախտորոշումից մենք դիմում ենք նորից ֆոնդերին, դա շատ է բարդացնում եւ ծնողի եւ բժշկի գործը, այսինքն դա պիտի լիներ արդեն ավտոմատիզացված։ Նրանք պիտի անցնեն վերականգնողական թերապիա, որպեսզի այդ կարկամությունը հոդերի մաքսիմալ, հա, քչացնեն, բայց մենք գիտենք, որ մենք ամեն տեղ չունենք վերականգնողական կենտրոն, իսկ որտեղ էլ որ ունենք, այդ երեխաները չեն կարող սովորական տրանսպորտով գնալ վերականգնողական թերապիա անցնել։ Կան ծնողներ իհարկե, որոնք հանձնվում են, մեծ մասամբ մենք չունենք տենց ծնող, բայց տարբեր սոցիալական պայմաններից ելնելով մենք ունենք նաև երեխաներ, որոնց ծնողները
չեն կարողանում ապահովել դա։ Մենք ունենք պետպատվերով ընդամենը, եթե չեմ շփոթվում, 2 անգամ վերականգնողական կուրս տարեկան, բայց այդ երեխաները կարիքն ունեն անընդհատ ստանալու, անընդմեջ, առանց ընդմիջումների։ Էլի նորից պիտի նշեմ, որ մեր բժշկուհի Անուշին արդեն, ով այտենց վերականգնողաբան է եւ այցելում է տներով եւ պարապում է երեխաների հետ, դա էլ մեծ աջակցություն է, բայց իհարկե այդ խմբերը շատ քիչ են։ Խնդիրները շատ են իրականում։ Եվ նույն վերականգնողական կամ նմանատիպ ծառայությունները արդյոք հնարավոր է նույն մոբիլ ծառայության ձևով կազմակերպել, թե ոչ։ Երևի դա էլ է հնարավոր, ինչ որ չափով, բայց կարելի է, ես տեսել եմ դա Ստեփանակերտում, հատկապես բլոկադայի տարիներին, երբ չկար վառելիք եւ վերականգնողական կենտրոնը իր մեքենայով կազմակերպում էր երեխաների այցը վերականգնողական կենտրոն։ Ես կարծում եմ տենց մի բան էլ կարելի է կազմակերպել։ Այո, կարևորը որ այդ ծառայության մոբիլությունը ինչ որ կերպ կամ երեխային մոտեցնելու կամ մասնագետին մոտեցնելու հնարավորություն կտա։ Ընդ որում այստեղ այլ սոցիալական հարցեր են առաջանում, հատկապես այն պարագային, երբ որ ծնողը չի կարողանում փաստացի թողնել մենակ երեխային եւ ինքը զրկվում է ինքը աշխատելու եւ այդ ֆինանսական միջոցները, հայթայթելու տեսանկյունից նաեւ։ Մի քիչ մասնագիտական եւ գիտական կտորին էլ կուզենամ անդրադառնանք, ինչ տեսակի հետազոտություններ են արվում եւ արդյոք ինչ որ նոր փոփոխություններ այս մասով կարելի է սպասել, թե ոչ ընդհանուր, համաշխարհային կտրվածքով գիտությունից, բժշկական գիտությունից։ Այս հիվանդության վերաբերյալ, կարծում եմ այս հիվանդության վերաբերյալ արդեն ամեն ինչ լուծված է։ Ու կարծում եմ, որ այս հիվանդության օրինակին կհետևեն նաև այլ հիվանդությունները։ Պարզապես տեխնիկապես ոչ բոլոր հիվանդությունների ժամանակ է հնարավոր ներմուծել գենը։ Օրինակ մենք ունենք ավելի տարածված գենետիկական հիվանդություն, Դյուշենի մկանային դիստրոֆիայի մասին է խոսքը, որ շատ ավելի հաճախ է հանդիպում 3.5 տղաների մեջ, յուրաքանչյուր 3.5-ին 1 դեպք, բայց այսօր մենք դեռ որևէ լուրջ արդյունավետ միջոց չունենք այդ հիվանդությունը բուժելու եւ հիմնական խնդիրը այն է, որ գենը բավական մեծ է եւ հնարավոր չի լինում ներմուծել օրգանիզմը որևէ կերպ, դեռևս հնարավոր չի եղել։ Իսկ իրազեկման իմաստով ինչը կարելի է փոխել այս հիվանդության հետ կապված։ Կարծում եմ այդ արդեն ձեր աշխատանքն է ու ձեր ջանքերն է, որոնք իրոք տեղ են հասնում, որովհետև կոնկրետ ինձ սկսել են դիմել ավելի ու ավելի շատ հիվանդներ, որոնց ես ժամանակին նայել եմ, բայց որոնք, ասենք ինչ որ տարիներ հետո հասկացել են, որ դե ինչ գնանք, արդեն պարզանույնն է, մեկը պետք է ասեն, որ պետք է վերականգնողական անցնենք, բայց հիմա արդեն գիտեն, որ կա դեղ, ամեն օր մեյլս բացում եմ, մեկը գրում է, որ կարող ենք այցելել, ասում եմ եկեք արտահերթ ես ձեզ կնայեմ, դեղը կգրեմ, որպեսզի կարողանանք հետո ֆոնդերով ներմուծենք։ Փաստորեն, եթե սենց փորձենք ճանապարհային քարտեզի նման մի բան մեր մտքում պատկերացնել, ամենասկզբում լավ ճիշտ իրազեկում, եւ սա հատկապես սիրելի ծնողներ, բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն ողնուղեղային մկանային ատրոֆիա այս հիվանդությունը, երեխաները, ես վստահ եմ առաջին այդ տրիգերը, կարող են լինել, բոլոր այն մասնագետները, ովքեր ոլորտում ինչ որ բան են իրականացնում, լինի դա ջատագովություն, օրենսդրական փոփոխություններ եւ այլն, եւ ամենակարևորը նաեւ դուք բժիշկներդ, որովհետեւ ամբողջ մասնագիտական ներուժը, ախտորոշումը, ընթացքը, այն ամեն ինչ որ դուք եք տեսնում, դա իրականում շատ ահռելի մեծ մասն է կազմում, էլի, ու սենց ինչ որ համատեղ ուժերով պետք է փորձենք ի վերջո տեղ հասցնել, որ այս հիվանդությունը։ Եվ ես շատ շնորհակալ եմ ձեզ, շատ իրոք լրատվամիջոցներին, որոնք այս կարճ ժամանակահատվածում, երբ մենք բարձրացեցինք այս հարցը, բավականին մեծ արձագանք ստացավ։
Իշնորհիվ ձեզ։ Պիտի նաև ասեմ, որ հաճախ մարդիկ գուցե քննարկեն, ես էլ փորձենք կոտրել, հա, նաև կարծրատիպային իմաստով, որ եթե ինչ-որ բան կապված է գենետիկայի հետ, այդ փոփոխելը շատ բարդ բան է, դա էթիկապես սխալ է եւ այլն, սա եւս ներկայացնենք, որ հարգելիներս եւ իրավական կոնտեքստում եւ մնացած իմաստներով մենք այստեղ չենք խոսում գենային ինժեներայից, որը չի կարելի եւ արգելված է։ Մենք այստեղ խոսում ենք այն փոքրիկ մասնիկի մասին, որի փոփոխությունը կամ բուժման իմաստով, հա, նաեւ դրան նպաստելը կբերի այն արդյունքին, որ մարդը կլինի առողջ եւ կկարողանա ինչ որ մեզ համար տրիվիալ եւ պարզ թվացող գործողություններ ինքնուրույն իրականացնել։ Այո։ Եվ Անուշի օրինակին էլ անդրադարձանք, ես կուզենամ նշել, որ փաստացի շատ գործնականում, հա, շատ պարզ բաներ դեղը թույլ է տալիս, որպեսզի իրենք կարողանան ինքնուրույն անել, հա, չգիտեմ, սնվել, օգտագործել գրիչ, համակարգչի մկնիկ, փորձել ինչ-որ այլ գործողություններ անել եւ հավատացեք, սա մեծ օգնություն է նաև ընտանիքի անդամների համար եւ հենց իր մարդու համար ի վերջո շատ տարօրինակ է, չէ, երբ որ մենք ինչ որ հիվանդություն ենք ունենում, ինչ որ մեր գլուխն է ցավում կամ է սուր շնչառական վարակներից ենք վարակվում, ամբողջ մեր բանը փոխվում է, չէ, ընդհանուր օրակարգը, տրամադրությունը, այո։ Եվ այստեղ պիտի հասկանանք, որ այս դեղի կիրառությունը մարդկային կյանքի, մարդկային շատ այդպես բարձ թվացող բաների մասով մեծ փոփոխություն է։ Կյանքի որակի բարելավում։ Եվ շատ հետաքրքիր է, որ դուք կարող եք խոսել մի մարդու հետ, ով իր մարմնի տվյալ պահին մի ձեռքն է կարողանում օգտագործել, դուք ինչ որ խառը ձեր գործերով եք լինում եւ այլն, եւ դուք իրեն հարցնում եք, ինքը ասում է, ես լավ եմ։ Եվ դուք սկսում եք մտածել, իսկ ես ուզում եմ ասել, որ ես խառն եմ, բայց դուք այդտեղ հասկանում եք, որ ռիվ տարբեր նժարների վրա է։ Շնորհակալություն ձեզ, մեզ այս մասով լուսաբանելու համար, մեծ հույս ունենք, որ իսկապես դեղը բացի գրանցվելուց նաև պետպատվերի շրջանակներում հասանելի կլինի մեր այս քաղաքացիների համար, որոնք այս պահին գրանցված 15-ն են, եւ եթե նաեւ կարողանանք հասնել սկրինինգների կիրառմանը, դրանք շատ ավելի քիչ կլինեն, հուսանք։ Եվ վերջում մեր ավանդական հարցը, որ տալիս ենք միշտ մեր հյուրերին, որն է հենց ձեր առողջ լինելու բանաձևը։ Կարծում եմ հոգեկան առողջությունը ամենակարևոր բանն է, եւ հոգեկան առողջության հիմքում երևի ամենակարևորը սերն է, սերը հանդեպ մարդկությունը։ Այդքան է։ Շնորհակալություն։ Բուն TV-ի եթերում առողջ ոդքասթներ, ցտեսություն։